Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդման հերթական թողարկումն է։ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ բրազիլիահայ բարերարների համատեղ ջանքերով Չինարի գյուղում նոր ջերմոց է կառուցվել։ Սա աշխատանքի նոր հնարավորություն է ստեղծել համայնքում բնակվող կանանց համար։ Մանրամասները տեսանյութում։ Սրանք թթու ենք դնում, սրանք որպես գծու մարինադի մեջ, ճաշերի մեջ։ Պամիդորը։ Այս բանջարեղենը մշակել է Չինարիի բնակիչ Սեդա Ոսկանյանը։ Բանջարաբոստանային գրեթե բոլոր մշակաբույսերը աճում եւ բերք են տալիս այն ջերմոցում, որը նվիրաբերել է Հայաստան համահայկական հիմնադրամը բրազիլիահայ բարերարների աջակցությամբ։ Ամեն ինչից աճեցնում եմ, որ սեղանին լրիվ ունենանք։ Վարունգը, պամիդորը, այս ծաղիկներն էլ արանքումնա, որ չփչանա բերքը։ Չնայած ծանր աշխատանքին, հոգնածությունը արագ մոռացվում է, երբ ջերմոցի բարիքներից սկսում են օգտվել ընտանիքի անդամներն ու համագյուղացիները։ Իս լավ եմ զգում, որ բանակի քեֆ ա լինում, ինձանից պամիդոր, վարունգը ընտանում, թթվի համար էլ, ընցել, որ սեղանին տնեն։ Ես էլ ստանդարտ մի չափսի եմ անում, որ սիրուն էլի։ Բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ գյուղում շատերն են զբաղվում։ Մենք ստացիկ բանդարտոքներ որոնել, որպեսզի կարողանանք փոքր տարածքով մեր բնակչությունը կարողանա ստեղծի հավելյալ եկամուտ ապահովելու իր ընտանիքի հոգսերը։ Համայնքի բնակիչներին տրամադրված նոր ջերմոցներն այսօր դարձել են կայուն եկամտի աղբյուր բազմաթիվ ընտանիքների համար։ Բավականին արդյունավետ է, հիմնականում սպառում են տեղի շուկայում եւ նաեւ իրեն սեփական կարիքների համար պահածոացնում է։ Սեդա Ոսկանյանն ասում է, ամենաշատը վարունգից է եկամուտ ստացել։ Գյուղի եւ հարակից բնակավայրերի բնակիչներն են իր գնորդները, գնում են ինչպես պահածոյացնելու, այնպես էլ վերավաճառելու համար։ Մենակ ես լրի վարունգը մարել Նազարվանը։ Գիշերներիտս լուսը քաշած։ Գիշերներին խանութպաններ գալի որ տանը։ Եվ այսպես տարիների ընթացքում թե բերքը շատացավ, թե գնորդների թիվը։ Բնակիչներն արդեն աշխատանքն ընդլայնելու եւ երկրորդ ջերմոց ունենալու մասին են մտածում։ Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցը նոր կահույքով է վերազինվել։ Ծրագրի շնորհիվ ավելի հարմարավետ միջավայր է ստեղծվել դպրոցականների համար։ Մանրամասները մեր հաջորդ տեսանյութում։ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի դպրոցում թվային գրագիտության եւ համակարգչային գիտության դասերն այսպես են ընթանում։ Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած դասասենյակում համատեղվում են տեսական եւ գործնական դասերը։ Երեխան այն նյութը, որը տեսնում է համակարգչի մեջ, նրանց մոտ ավելի ընկալելի է, ավելի հասկանալի։ Համակարգչային սենյակի վերազինումը երկար տարիներ դպրոցի օրակարգային խնդիրներից էր։ Կահավորման աշխատանքներն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Համահայկական հիմնադրամը տրամադրեց էլեկտրոնային կաբինետի համար համակարգիչներ, 15 հատ համակարգիչ, սեղանաթոռներ, պրոյեկտոր, էլեկտրոնային գրատախտակ։ Հիմնադրամը դպրոցին տրամադրել է նաև անհատական համակարգիչներ դասապրոցեսը ավելի դյուրին կազմակերպելու համար։ Այդ նոթբուքերը COVID-ի ժամանակահատվածում տրամադրվեց երեխաներին, ովքեր որ չունեին համապատասխան համակարգիչներ կամ հեռախոսներ, եւ մեր օնլայն ուսուցումը կազմակերպվեց նաև այդ եղանակով։ Դպրոցի տնօրենի խոսքով վերազինված դասասենյակն ավելի է մեծացրել առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը։ Հիմա նրանք էլ են հանդես գալիս տարբեր առաջարկներով եւ գաղափարներով։ Սիրում ենք ժամանակակից տեխնոլոգիաները, ցեկուս ծրագրերն ենք կիրառում, աշակերտները կարողանում են ինքնուրույն վեբ կայքեր ստեղծել։ Հաղարծինի միջնակարգ դպրոցը Տավուշի մարզի ամենահին եւ ամենամեծ դպրոցն է։ Այստեղ կրթություն է ստանում 545 աշակերտ։ Այս պահին իմ հյուրն է Երևանի պետական համալսարանի շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խարատյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Խարատյան համալսարանը հիմնադրամի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ անգամ կազմակերպել է բնագիտական ճամբար։ Այս անգամ ինչ ձևաչափով այն կազմակերպվել եւ որտեղ։ Ուրեմն անցյալ տարվա փորձի հիման վրա մենք այս տարի եւս որոշեցինք իրականացնել նույն ճամբարը Արցախից տեղահանված երեխաների համար։
որը իրականացվել է այս տարի ի տարբերություն անցյալ տարվա Ծաղկաձորում։ Համալսարանը ունի երկու այսպես գիտաուսումնական բազա, մեկը Բյուրականում եւ մյուսը Ծաղկաձորում։ Այս տարի ի տարբերություն անցյալ տարվա ճամբարն իրականացվել է Ծաղկաձորում եւ այն, ինչպես եւ անցյալ տարի, կոչվում էր բնագիտությունը զվարճալի է, տես շոշափիր փորձիր։ Նշեցիք նաև, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներն են հիմնական շահառուները, բայց ոչ միայն։ Խնդրում եմ մանրամասնեք, ովքեր են շահառուները, քանի հոգի են, ինչ խմբեր են եւ այլն։ Ուրեմն ի սկզբանե մենք մտածում էինք, որ ծրագիրը պետք է լինի միայն Արցախից տեղահանված ընտանիքի երեխաների համար, սակայն հիմնադրամի հետ բանակցելու փուլում մտածեցինք, որ շատ ճիշտ առաջարկ է, որ ինտեգրումը ավելի խրախուսելու համար մասնակիցներ լինեն նաև հայաստանցի ընտանիքներից, եւ ինչպես անցյալ տարի, այս տարի եւս մենք ունեցանք հիմնականում այդպես 80% մասնակիցների Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ եւ եւս 20% հայաստանցիներ։ Այս տարի, ճիշտն ասած, անցյալ տարի տարբեր մարզերից էին մասնակիցները, բայց այս տարի մի քիչ նայեցինք վիճակագրությանը եւ տեսնելով, որ Արցախից տեղահանվածների բավականին մեծ թիվ բնակություն է հաստատել Կոտայքի մարզում ու նաեւ նկատի ունենալով, որ Ծաղկաձորը հենց Կոտայքի մարզում է գտնվում, որոշեցինք, որ այս տարի մասնակիցները կլինեն հիմնականում Կոտայքի մարզից եւ ունեցել ենք ընդհանուր առմամբ 64 մասնակից, որոնք հիմնականում Կոտայքի մարզից էին, հատկապես տեղահանվածները բոլորը գրեթե Կոտայքի մարզից էին։ Քանի որ ճամբար ինքը ծրագիրը արդեն ավարտվել է, կարող եք արդյունքների մասին խոսել, ինչ արդյունքներ է գրանցվել։ Պետք է կուզեի մի քանի կարևոր բան նշել, անցյալ տարվա էլի այսպես քաղված դասերից մեկն այն էր, որ ճիշտ է մեր ճամբարի հիմնական այսպես առանցքը բնագիտական առարկաներն են եւ ոչ թե պարզապես բնագիտական առարկաները, այլ նպատակ ունենալով լրացնել այն բացը, որը դպրոցը ունի, դա ավելի շատ այսպես փորձերի միջոցով բնագիտությանը ծանոթանալն է, այսինքն ճամբարային առօրյան հագեցնել հենց փորձի միջոցով բնագիտությունը սովորելու հնարավորությամբ, հա, հիմնական առանցքը էլի բնագիտական առարկաներն էին, այդ թվում կենսաբանությունը, քիմիան եւ ֆիզիկան, բայց էլի անցյալ տարվա փորձից ելնելով որոշեցինք հարստացնել ճամբարի առօրյան եւ ավելացրեցինք բացի այդ բնագիտական հիմնական առարկաների եւ դրանց փորձերի, ավելացրեցինք նաեւ այսպիսի մի բան, որ երեխաները սովորեն տեսանկարահանել եւ այդ միջոցով պատմել ինչ որ պատմություն կամ պատմել իրենց սովորածը, ավելացրեցինք մասնագիտական կողմնորոշման ինչ որ ավելի մեծ մաս եւ բացի դրանից նաեւ արտ թերապիա, որը 3 տարբեր այսպես ձևով հանդես եկավ, կավագործություն, թղթի վերամշակում ու նաև տեքստիլի հետ աշխատանք եւ ճամբարի վերջում երեխաները իրենց հետ տուն տարան նաև իրենց պատրաստած իրերը այս արտ թերապիայի դասերի ընթացքում այն ինչ պատրաստել էին։ Դրանից բացի ինչպես անցյալ տարի, այս տարի ունեինք նաև պատմության փոքրիկ կտոր, որը հիմնականում առնչվում էր հենց այս տարի ունեինք հնագետ, որը ներկայացնում էր թե Արցախի պատմությունը, թե Արցախում եղած պեղումները եւ հնագիտական ժառանգությունը, հարստությունը եւ նաեւ այցելություն, ասենք, չգիտեմ, օրբելիների տուն-թանգարան, որտեղ երեխաները արդեն ծանոթացան թե օրբելիներին, թե նաեւ մի քիչ ավելի լայն այսպես փորձեցին նայել այդ տեսանկյունից պատմությանը, մեր հարուստ մշակույթին եւ այլն։ Այսինքն ստացվում է տեսական գիտելիքների զատ շահառուները, այսինքն մասնակիցները ճամբարի նաև պրակտիկայում են կիրառել ստացած գիտելիքները։ Այս առումով որքանով է դա նպաստել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրվածությունը, սերը։ Ուզում եմ նշել, որ ճամբարի վերջում մենք այսպիսի մի բան ենք անում, անցյալ տարի էլ ենք արել, որ երեխաները իրենք ներկայացնում են, թե իրենք ինչ են սովորել եւ ինչ են իրենց հետ տանում ճամբարից, եւ այս տարի ճիշտն ասած ամենասկզբում այդ տեսանկարահանման այսպես փոքրիկ սեսիան նաեւ նրա համար էր, որ իրենք այլ ֆորմատներով պատմեին իրենց սովորածի մասին։ Ու ի ուրախություն մեզ իսկապես բավականին սեր է առաջացել բնագիտական առարկաների հանդեպ, հիմա չեմ կարող ասել, թե այդ մասնակիցներից քանիսը ի վերջո բնագիտական ուղղություններով կմասնագիտանան, եւ քանի որ ճամբարի վերջում նաեւ մասնագիտական կողմնորոշման
փոքրիկ էսպես սեսիա ունեինք, բայց ակնհայտ է, որ շատ ավելի հետաքրքրված են բնագիտական առարկաների հանդեպ եւ նաեւ իրենք շատ հետաքրքիր էսպես շատ պատկերավոր ներկայացրեցին այն ամենը ինչ ստացել են, կապելով դա նաեւ իրենց հետագա անելիքների հետ։ Այս տարի մենք նաեւ վերջում գնահատական, այսպես գնահատման ինչ որ գործիք էինք մտածել, երեխաները իրենք վերջնական գնահատեցին ճամբարը, հատկապես վերջին խումբը, եւ այնտեղ էլ երևում է, որ իրենք այնքան իրենց համար այնքան հետաքրքիր էր, բացի նրանից, որ կուզեն գնալ բնագիտական ուղղությամբ թե չեն ուզի, բայց նաև ցանկություն են հայտնել շատերը, որ կուզեին եւս մեկ անգամ մասնակցել ճամբարին, նույնիսկ գրում են, որ ինչ կլինի էլի մեր համար արեք, ոչ թե նոր երեխաների ընդգրկեք ճամբարում։ Երեխաների տարիքը 13-ից մասնակիցներ, այսինքն 13-ից 17 տարեկաններ, այնուամենայնիվ կային արդյոք մասնակիցներ ավագ տարիքի երեխաների շրջանում, ովքեր իսկապես ցանկություն են հայտնել շարունակելու բնագիտական ուղղությամբ։ Ինչ որ երեխաներ կան, որ նման ցանկություն հայտնել են, բայց ելի եմ ասում, ես մի շատ զգուշ եմ այս հարցերում, որովհետև այդ ցանկությունը եւ սերը կարող է լինել, թե իրականում հետագայում նրանք կգնան բնագիտության ուղղությամբ, թե ոչ, դա մի քիչ ավելի բարդ է իմանալը, բայց այո, կան երեխաներ, որոնք ցանկություն հայտնել են եւ իդեպ ասեմ, մեր նախկին ճամբարներից եղել են նույնիսկ դեպքեր, որոնք իսկապես հենց այդ ուղղությամբ էլ գնացել են։ Այսինքն փորձը ցույց է տալիս, որ այդ առումով ճամբարը եւ նաեւ ամառային դպրոցը, որը ԵՊՀ-ում ենք կազմակերպում, բավականին արդյունավետ են։ Նաեւ խոսենք ծրագրի շարունակականության մասին։ Մենք մտադիր ենք շարունակել ծրագիրը, որովհետև ամեն տարի նաև մի քիչ ավելի մեծ փորձ ենք կուտակում, ինչ որ նոր բաներ ենք իմանում եւ երեխաների ոգևորությունը այնքան մեծ է, որ դա արդեն իսկ լավագույն գնահատականն է, որ նման ճամբարի շարունակականության կարիք կա, հատկապես հաշվի առնելով, որ ինչպես եւս մեկ անգամ կուզեի նշել, ոչ բոլոր դպրոցներն են, որ իսկապես հնարավորություն են տալիս այն բնագիտական փորձերը տեղում անելու, որոնց մասին գրքերում տեսական ինչ-որ բաներ են կարդում։ Իսկ բնագիտությունը առանց շոշափելի փորձերի սիրելը եւ հետաքրքրվելը բնագիտությամբ մի քիչ բարդ է, այնպես որ կարծում ենք նման պատուհանի կարիք ունեն շատ երեխաներ եւ կուզեինք, որ հատկապես Արցախից տեղահանված ընտանիքների երեխաները ունենան նման հնարավորություն։ Իդեպ ասեմ, այս տարի մենք ճամբարը նաեւ հենց հիմնադրամի օգնությամբ համալրել էինք մարզական տարբեր խաղերով, հիմնադրամի օգնությամբ գնել էինք գնդակներ, պարաններ եւ շատ այլ սպորտային ինչ-որ, չգիտեմ, պարագաներ եւ բացի բնագիտական զուտ իրենց դասերից երեխաները նաեւ ակտիվ այսպես խաղերի մեջ էին ու մի շատ հետաքրքիր բան կուզեի ավելացնել, հավելել, որը կարծում եմ կարևոր է եւ ինչու եմ կարծում, որ մենք անպայման շարունակելու ենք եւ շարունակելու ենք հենց այդ մեթոդով, այս տարի ճամբարը գրեթե ամբողջությամբ անցել է առանց հեռախոսների, որովհետև մի կարևոր կանոն է եղել ճամբարի, որ ամեն դասերին ու դասերից չէ, փորձերին մտնելուց առաջ հեռախոսները հավաքվում են, հեռախոսները վերադարձվում են միայն մի ժամ օրվա ընթացքում եւ քնելուց առաջ են հավաքվում։ Իսկ տեսանկարահանումները հեռախոսներով էին իրականացվում։ Այո, բայց պատկերացրեք, դա հատուկ տրվում էր հենց այդ նպատակով, բայց պատկերացրեք վերջում երեխաների ամենահետաքրքիր նկատառումներից մեկն այն էր, որ իրենք չէին պատկերացնում, որ կյանքը հեռախոսից դուրս շատ ավելի հետաքրքիր է։ Այսինքն իմ կարծիքով սա էլ է մեծ ձեռքբերում հաշվի առնելով այսօր մեր ծնողների, դպրոցների բարդությունը երեխաներին այդ հեռախոսից դուրս կյանք, չգիտեմ, կյանքի մեջ ընդգրկելու, մենք կարողացել ենք դա գոնե 5 օր հաղթահարել եւ երեխաներին դա դուր էր եկել, որը շատ ավելի կարեւոր է, քան այն փաստը, որ հեռախոսները հավաքվել են։ Հրաշալի է։ Տիկին Խարատյան, սա երկրորդ դեպքն էր, երկրորդ ճամբարներ կազմակերպված, որը իրականացվեց Հայաստան համայնքական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Նշեցիք, որ ծրագիրը լինելու է շարունակական։ Համագործակցությունը եւս հույս ունենք, որ համագործակցությունը եւս կունենա շարունակական բնույթ, որովհետեւ կարծում ենք կոնկրետ այս ծրագրի շրջանակներում հիմնադրամի եւ մեր շահերը համընկնում են եւ հիմնադրամի եւ մեր առաջնահերթությունները համընկնում են։ Շնորհակալություն Տիկին Խարատյան, հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ հյուրն էր Երևանի Պետական Համալսարանի շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խարատյանը։ Մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։